Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 1-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թիվ 1 իրադարձությունը ուկրաինական պատերազմն ու նրա հետևանքներն է, եւ մենք տեսնում ենք ինչպես կրքերը բորբոքվում, ինչպիսի հայտարարություններ են նաև արվում ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելոռուսից, իսկ մենք ոնց որ թե ԵԱՏՄ անդամ ենք, որի կազմում նաև Բելարուսն է, եւ Բելարուսը սերտ դաշնակիցն է Ռուսաստանի։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանի համար Պուտինը եղբայրն է, նա էլ իր եղբայրն է, ինչքան ուզում ասեն Բելարուսից նեղված ենք, արդյունքը դա է։ Հիմա հասկանանք այդ պարագայում, եթե այսպիսի լարվածություն է, իսկ մենք ում կողմից ենք։ Եթե մենք նայում ենք, որ այս կողմից ենք, ռուսական կողմից ենք, դա բավական վտանգավոր է։ Եթե արևմուտքի կողմից ենք, պետք է գործնական քայլեր անենք, այլ ոչ թե սպասենք ամեն ինչ ավարտին հասնի եւ մենք էլ մնանք փլատակների տակ, հետո արդարանանք, որտեղ գիտեք, մենք փոքր երկիր ենք, մենք ի վիճակի չէինք այս անել, այն անել։ Հիմա ես ուղղակի ասեմ, որովհետեւ ինձ թվում է Բելարուսի նախագահի մոտ շիզոֆրենիայի նոպաները, եւ մասնագետ չեմ կարող ասել, կարող եմ միայն քաղաքական գնահատական տալ, բայց ինձ թվում է պետք է ուղղակի այս մարդու բուժմամբ զբաղվեն, որովհետեւ ինչ է ասում Լուկաշենկոն։ Հաստատել է դեկտեմբերին Արեշնիկ հրթիռային համակարգը մարտական պատրաստության վիճակի բերելու ծրագրերը։ Օրեշնիկը սարսափելի զենք է։ Ես ուզում եմ, որ նրանք մեր օտարերկրյա հակառակորդները հասկանան, որ մենք կարող ենք այն գործարկել, եթե իրավիճակը բարդանա։ Մենք կնստենք Պուտինի հետ, որոշում կկայացնենք եւ կգործարկենք այն։ Այնպես որ մի հայտնվեք խնդիրների մեջ։ Ի վերջո այսպես սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Դոնբասում ռուսախոսներին հալածում էին, սպանում եւ ոտնձգությունների ենթարկում, ես դա տեսել եմ։ Այսինքն Արեշնիկով, որ գլուխը գովում էր Պուտինը, միանգամից հիմա արդեն Լուկաշենկոն ասում է, որ կբերենք մեր մոտ, կտեղակայենք եւ նաեւ կանաչ ճանապարհ կտանք, դա գործարկելու։ Ում դեմ է գործարկելու։ Արևմուտքի դեմ, Եվրոպայի դեմ։ Դու մաքուր եվրոպական պետություն ես, քո աշխարհագրությունը մի հատ նայ։ Դու ձեր քարտեզը չեք նայել, որ դարել է Պուտինի մասնաճյուղ։ Քո պետությանը տանում ես ոտատակ ես տալի։ Քո տարածքն օգտագործում ես որպես պլացդարմ։ Հետո մտածում ես հետդարձի ճանապարհ չունես, ավելի լավ է Պուտինի հետ գնաս ուր, որ ինչ անես։ Եվ շարունակությունը նայեք ու միանգամից կասեմ, կգա ժամանակ, երբ այս գարշահոտ Եվրոպան մեզ կվճարի Աստծո տվածը պահպանելու համար, շարունակել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որովհետև թթվածին է գալիս է ճահիճներից եւ անտառներից, ծառերից, Եվրոպան սա չունի, բայց մենք ունենք, եւ քամին այս բարիքը տանում է այնտեղ եւ նրանք մեր շնորհիվ շնչում են թարմ լավ օդ, դրա համար պետք է վճարեն։ Վճարելու փոխարեն նրանք սկսում են մեզ խեղդել պատժամիջոցներով։ Սա կանցնի, արդեն անցնում է։ Կարծում եմ հեռու չէ ժամանակը, երբ նրանք մեզ կվճարեն դրա համար, ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այսինքն հետարքիրը որն է, մարդը որ ասում է ճահիճ ունենք, ճահիճի կողքը որ կանգնես, գարշահոտություն չի գալիս, ասում է մենք ճահիճ ունենք, Եվրոպան չունի, գարշահոտն է եվրոպացիք են, վայ տնաշեն։ Այդ կոլխոզնիկի թրիքը, որից այդ կպածը 94 թվականից նախագահ ես, դեռ մնացել ես այդ դրա ազդեցության տակ։ Եվ այս ձևով հասարակությանը ներկայացնում իրանք պատրաստ են հակամարտության։ Ում դեմ հակամարտության եւ ինչի համար հակամարտության։ Քանի անգամ ասել եմ ժողովուրդ ջան, Բելարուսը ասենց որ դարել է երկրորդ սորտ ու ընկել է Պուտինի ոտերի տակ, իր պետությունն ակցե Պուտինի ոտերի տակ։ Իսկական ռուսը Բելարուսն է, ժողովուրդ ջան։ Թաթարն եկավ 250 տարի, թե ինչպես վարվեց ռուսների հետ, դուք հետևանքները տեսնում եք, որ հիմա այսօր թաթարական իշխանություն է Ռուսաստանում։ Թաթարական քոչվորի հոգեբանությամբ գնանք, զարգացած առաջավորը խլենք։ Գերագույն գլխավոր թաթարը այսօր Պուտինն է, չեք նկատում։ Թաթարը չի մտե Բելարուս։
Եթե Լուկաշենկոն չգիտի, ճահիճներն է ցույց տալի։ Չեմ ալարի կգամ Բելարուս նեմիգա գետը ցույց կտամ, որը թաթարները չանցան, տենց էլ կողքով գնացին Եվրոպա։ Հա, մեկ-մեկ մտել են, թալանել դուրս են եկել, բայց չեն ապրել այնտեղ։ Բելարուս կանայք հեռու են մնացել թաթարներից։ Ռուսները լավ էլ դե գիտեք 250 տարին քիչ չի, ժողովուրդ ջան։ Եվ այդքանից հետո դուք ոնց ես երկրորդ սորտ համարում ռուսի հետ կապված։ Իսկական ռուսը Բելարուսն է։ Չգիտես, ասենք, այ մարդ։ Եվ ես խելքով, ասում եմ ես Արեշնիկով, որ Արեշնիկով հարված ես, քո հաստ գլխին կարող է խփեն տամահավկով, առաջինը գլուխը չի ջարդի, հասկանում եք։ Բայց գոնե երկրորդը, երրորդը կջարդի, չէ՞։ Գոնե գերմանական Տաուրուսը գոնե հաստատ գիտեն, որ գլուխը կջարդի, չէ՞։ Որտեղ բունկերներ է ջարդում։ Այդ գլուխն ինչ ա որ չջարդի։ Այս խելքով եք տանում արճակատման։ Եվ մենք էլ փաստորեն այս մարդկանց դաշնակիցն ենք։ Վաղը մյուս օրը պետք է ասեն, բա դուք ինչ անհամաձայնություն ունեիք, որ ձեզ համար Պուտինը օկուպանտ էր, չէ, ագրեսոր էր, չէ։ Մարդիկ հիմա ասում են, գնում ենք հարվածելու, ժողովուրդ։ Հարկ ա ուզում սահմանի, օդի հարկ, որ այդ թթվածինը, որ դուք շնչում եք, պետք է մեզ վճարեք։ Ժողովուրդ ջան, պետք է էլի տեր կանգնել։ Սահման դիր օդում, որ հանկարծ ձեր օդը չանցնի այնքո։ Բա որ իրանք տուգանք վճարեն, ասեն ձեր թարմ օդը մեզ պետք չի։ Եկել եք խաթարում եք մեր անդորը։ Եվ իրանք տուգանք պահանջեն Բելարուսից, ասեն ձեր ճահճի հոտը մեզ պետք չի։ Այս խելքով մարդիկ են ղեկավարում երկիր, ժողովուրդ ջան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ այս ազդեցության տակ է թողել։ Պուտինյան, Լուկաշենկոյական, ժողովուրդ ջան, չի կարա մարդը աթոռին նստի եւ Լուկաշենկով չդառնա, եթե երկար է նստում։ Առավել եւս դրա համար պետք է որ անգրագետը լի։ Հիմա Լուկաշենկոն 30 տարուց ավել նախագահ է, գրագետ է դառել։ Այսինքն դուք հույս ունեք, որ կարող է Փաշինյանը գրագետ դառնա։ Եթե նույնիսկ 30 տարի ղեկավարի։ Լուկաշենկոին նայեք պատկերացրեք, այդ միջավայրը։ Մենք այդ միջավայրում անելիք չունենք, ժողովուրդ ջան, ավելի լավ չի ուսումնասիրենք հասկանանք, որ չունենք։ Ավելի լավ չի, որ հասկանանք տանում են խելագարության, մենք ինչի ենք ոտատակ ընկնում։ Այն դեպքում, երբ որ ուշադրություն Վրաստանի կառավարությունն ավելի քան $500,000 է հատկացրել Ուկրաինայի համար գեներատորներ գնելու համար, համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, չէ՞։ Լուրջ։ Էս են Կոբախիձեն, չէր որ ասում էր մեզ ստիպում են երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Ուկրաինայի հասցեին ամենավերջի վիրավորական բաներն ասում էր։ Ուկրաինացիք ուզում են մեզ ներքաշեն պատերազմի մեջ։ Էս են անում, են անում, լարվածություն են ստեղծում մեր երկրում։ Մոռացել եք, ժողովուրդ ջան, եթե դուք մոռացել եք, մենք հիշում ենք, չէ՞։ Մենք ամեն օր ամենօրյա ռեժիմով դրան անդրադառնում ենք, որտեղ Վրաստանը մեր հյուսային հարևանն է եւ նրա վարկագծից շատ բան է կախված մեր երկրի ճանապարհի առումով։ Եվ մենք շատ կարևորում ենք դա։ Եվ նաեւ կարևորում ենք այդ հռետորաբանության փոփոխությունը։ Այսինքն առավոտից երեկո մեղադրում ես Ուկրաինային պատերազմի հարցում, մեկ էլ հիշեցիր, որ գեներատոր պետք է տաս, հա։ Հարցը դա չէ, թե $500,000 գեներատորը Ուկրաինան դրա կարիք ունի, թե չէ։ Հարցը նա է, որ դու այդ քայլը անում ես ցույց տալու համար, որ ես ինչ որ բան գլխի եմ ընկել։ Ժողովուրդ ջան, այդ որ սենց տանում ենք երկիրը Ռուսաստանի տակ, բայց այն մարդ կարող է հանկարծ խնդրեմ լինի, իսկ որպեսի աշխարհի հետ, արևմուտքի հետ մեր հարաբերությունը բարելավենք, հասկացել են արդեն, որ արևմուտքի հետ հարաբերություն բարելավելու համար նաև որոշում են ինչպիսին է քո վերաբերմունքը Ուկրաինայի, ուկրաինական պատերազմի եւ Ուկրաինայի պայքարելու ունակ պետության ու ժողովրդի մասին։ Դրանով են չափում, արևմուտքը ուրիշ չափի միավոր առանձնապես չի օգտագործում։ Շատ գործոններ կան, որ կարող է մտածի, Վրաստանը մեր գործընկերն է, թե չէ, Վրաստանը վատապահում բերեք վիզայի ազատականացումը վերացնենք, Վրաստանը վատապահում ծրագրերը փակենք եւ այլ, ասենք որ դու չես դառնա Եվրամիության անդամ, այդ հասկացանք, բայց Վրաստանն էլ հասկանում է, մի քայլ կարող է անի եւ ուշադրություն գրավի։ Եթե մենք դրան ուշադրություն ենք դարձնում, ընդեղ էլ են դարձնում, բայց հարց է ծագում, անդառնալի
ռուսամետներ, այս ինչ պատահեց ձեզ, հիշեցիք Ուկրաինային օգնելու մասին։ Վերջի ընթացքում դուք Ուկրաինայի հասցեին ձեր բոլոր ասածները ընդཐུպ մինչև երկրում ապակայունացնելու մեղադրանքներով ամեն ինչով մոռացել եք։ Ես սա ուզում եմ ասեմ նրա համար, որ վատ չէ լինի Լուկաշենկոն էլ լսեր, թե Կոբախիձեն ինչ է ասում, եւ վատ չէ լինի Հայաստանում էլ լսեին, թե Կոբախիձեն ինչ է ասում, որտեւ իրանք այնց ինքնամոռաց իրանց երկիրը գցեցին Պուտինի ոտերի տակ, որի պատճառով այդ տասնամյակների չարչարանքը հոդս ծնդեց, չնայած որ այդ ամեն ինչը բազան մնաց, որտեւ իրանք այդ ուղղությամբ քայլերն արել են։ Մենք այդ բազան դեռ չենք ստեղծել, որտեւ որպեսի մենք այդ բազան ստեղծեինք ու առաջ գնայինք ասոցիացիան համաձայնագիր, այդ պահին արդեն Հայաստանը անցավ դեպի ԵԱՏՄ, որի պարագայում այդ բազան այլևս այնպես չի, որ պատրաստ դրածա կվերցնես կշարունակես, դրանից արդեն այսքան տարիներ են անցել եւ այդ ուղղությամբ Հայաստանը լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց։ Պետք է ուղղակի ուսումնասիրել Կոբախիձեի արածը եւ եզրակացություն անել։ CNN-ը հաղորդում է, Պենտագոնը Սպիտակ տանը կանաչ լույս է տվել Ուկրաինային հեռահար տոմահավ քրթիռներ մատակարարելու համար։ Դա բացասաբար չի ազդի ԱՄՆ զինանոցների վրա, վերջնական քաղաքական որոշումը թողնելով նախագահ Տրամպին։ Իհարկե նախագահ Տրամպը ասել էր, որ թե չենք տա, որովհետև մենք պահեստները հո չենք դատարկելու, մենք պետք է իմանանք դախր մեզ էլ է պետք, շատ դուրս զենք է եւ այլն։ Ուղղակի ակնարկել էր, որ կարամ տամ։ Եվ Պենտագոնը, երբ որ պաշտոնապես այսպես ներկայացել է, իհարկե հրապարակային չի ասել, ուղղակի ներկայացել է տեղեկանք, որ դա մեզ հարված չի հասցնի, եթե տոմահավքը տանք Ուկրաինային, որ Ռուսաստանին հարված հասցնի, իհարկե դրական ազդեցություն կունենա Ամերիկայի, այդ միանշանակ, բայց հարցը նա է, դա պարզապես հիմք են ստեղծել նրա համար, որ Տրամպը եթե տեսնի, որ Պուտինը այնուամենայնիվ զիջումների չի գնա, ասի դե ես ասեցի, չէ՞ որ պատրաստ ենք տոմահավքը տալ, բայց մի հատ է Պուտինին ասեցինք ուզում ենք տալ, մի հատ կարծիքը հարցրեցինք, իրան դուր չեկավ, բայց եթե Պուտինին է դուր չի գալիս նա, որ մենք ասում ենք գնա խաղաղության, իսկ ինչի պիտի մենք նրա կարծիքը հարցնենք, այսինքն Տրամպը ստեղծում է հիմք, որ եթե որոշում կայացնի, հղում կատարելով պաշտպանության համակարգի վրա, որոնք ասել են, որ դա մեզ վնաս չի հասցնի մեր անվտանգությանը։ Շատ ծիծաղելի կլներ, որ մի քանի տոմահավք տալ Ուկրաինային Ամերիկայի անվտանգությանը հարված կհասցներ։ Նախ իրանք դա բավարար քանակությամբ ունեն, երկրորդ նաև արտադրում են, եւ երրորդ իսկ տոմահավքը ինչին է պետք Ամերիկայի։ Ամերիկան ամեն տարի այդ իր տեխնիկան կատարելագործում է, փորձարկում է, հիմա էլ փորձարկում է ռազմի դաշտում։ Դա փորձարկել է Իրաքում, դա փորձարկել է Աֆղանստանում։ Այսօր արդյունավետ ձևով փորձարկում է Ուկրաինայում, որովհետև այն ինչ ձևի գրագետ ձևով դա օգտագործում են ուկրաինացիները միայն պատիվ է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Կարելի է կարծել Հայմարսը նոր է հայտնվել։ Այդ Հայմարսը չկար Իրաքում, Հայմարսը չկար Աֆղանստանում, արդյունքները չենք տեսել։ Այնտենց էիք հույսներդ կտրել, որ արդեն ասում եք ամերիկյան զենքը բանա, թանկա ու անորակ։ Այն մասն էր ասում։ Ծախող ապրանքին անուն ես դնում, դու էլ բիզնեսմեն։ Ում շահերն էիր սպասարկում։ Ուկրաինացին ցույց չտվեց, որ Ամերիկայի զենքը առավելագույնս արդյունավետ է։ Դա նույնը վերաբերվել է նաև տոմահավքին, չնայած տոմահավքը իր արդյունավետությունը ապացուցել է։ Ռուսները ինչքան էլ փորձեն ասեն, որ իրանք կկարողանան դա ֆիքսեն ու խփեն, դա մեղմ ժպիտ է առաջացնում։ Ժողովուրդ ջան, կարող է պարսատիկով կարողանան խփել, կկպնի թե չէ չգիտեմ, բայց մենակ այդ հեռավորության վրա իրանք կարող են պարսատիկով խփել, որտեղ այն ցածրության վրա ու այն արագությամբ որ անցնում է, իրանք վերևից ոնց էլ դա կարողանան ֆիքսեն, իրանց լոկացիոն համակարգերով ինքնաթիռները եւ վերևից խփեն։ Այդ հեքիաթները թող պահեն ցածր դասարանի աշակերտների համար։ Իրանք այդ հնարավորությունը այսօր չունեն։ Թղթի վրա ունեն, ճառերի մակարդակով ունեն։ Իրականում դա Ռուսաստանի համար անխոցելի հրթիռ է։ Գործնականում որևէ շանս չունի։ Ինչ էլ կպատմեն չհավատակ, ժողովուրդ ջան։ Այս կամաց ոնց որ Դոնալդ Տրամպը վերջապես մեր ներվերը հանելուց հետո վերջապես ոնց որ գալիս է իրական ճանապարհի վրա։ Եվ պատահական չի, որ մեկ երբ որ Դոնալդ Տրամպը նորից է հիշել իր առաջի պաշտոնավարման ժամանակվա իր կարգախոսը MAGA, Make America Great Again, դարձնենք Ամերիկան նորից հզոր, միանգամից հարց է ծագում. երբ էր Ամերիկան հզոր, որ դու ցանկանում ես նորից դարձնես հզոր։
Մենք գիտենք, ուզում ենք ինքը ասի։ Ինքը առաջի պաշտոնավարման ժամանակ արդեն ասում էր դարձնենք Ամերիկան դարձյալ հզոր։ Ասում ենք արևը տապլի։ Ուրեմն Ամերիկան ինչ որ ժամանակ հզոր է եղել։ Կարող ես ասել ում ժամանակ։ Քանի կա բոլորին անուն ես տնում։ Մեկ ժամանակ հզոր է եղել, չէ՞ որ դու հիմա ուզում ես again անես, չէ՞։ Դարձյալ անես։ Դե երբ որ մի քիչ խորանաս ու ասես գնահատական տաս թե երբ ես համարում որ Ամերիկան հզոր է եղել, այդ դեպքում մտածի, բա ինչու դու այնպես չես անում որ հզոր լինի։ Ինչու ես Ամերիկայի դիրքերը զիջում։ Մի հատ հիմա տոմահավքի հետ կապված լրատվամիջոցը ակնարկումը արդեն խառնվում են իրար։ Որտեղ հասկանում են, որ սա լուրջ է։ Ոնց որ թե եթե հանկարծ կռվի շորերը հագավ Դոնալդ Տրամպը, այդ խաղաղության աղավնի փետուրը դնի մի կողմ, արդեն խնդիր է առաջանալու։ Դա Աստված այդ ճանապարհի վրա գնա։ Ես նորից հիշեցնեմ նաև, որտեղ ամեն օր երևի Իրանը հայտարարություններ է անում, բայց դա ոնց ասած թվում է թե մեր օրակարգից դուրս է։ Իսկ ոնց է մեր օրակարգից դուրս։ Իրանը արդեն մեր հարևանը չի, Իրանը իր հարցերը լուծել է։ Բայց Իրանի հետ ախպերություն էր։ Հա, բան չունեմ ասել, հարևանա, որ այդ մենք խնդրեմ չունենք։ Չենք էլ ուզում ունենանք, բայց կարանք ունենանք, եթե ինքը խնդրեմ ունենա ուրիշների հետ։ Ուրեմն մենք իր այդ հարաբերությունները պետք է այնպես կարգավորենք, որ իր խնդրեմը մերը չդառնա։ Պարբերաբար դրա մասին ինչու ենք խոսում։ Անկամ պատերազմից առաջ, պատերազմից հետո, որ մենք ակտիվ ձևով աջակցում էինք Իրանին եւ ռազմավարական փաստաթղթերի մասին էինք խոսում, որ Իրանը մեր անվտանգությունը կերաշխավորի։ Հիմա Իրանը չի վերացել, ուղղակի նրա հայտարարությունների հետաքրությունը մեր օրակարգում ոնց որ չկա, բայց դրանից խնդրեմը չլուծվեց։ Մեր խնդրեմը դրանից չլուծվեց, որովհետեւ մենք մեր անելիքը սխալ ուղղությամբ արել ենք։ Հիմա Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի ինչ է ասում։ Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցել արդար համաձայնագրի շուրջ երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, սակայն Միացյալ Նահանգները անընդունելի եւ ծանրաբեռնող պահանջներ է ներկայացրել։ Սա առաջի դեպքը չի, չէ՞ որ ինքը դրան անդրադառնում է։ Բայց քանի անգամ անդրադարձել է, ես հետևողականորեն դա ներկայացել եմ, որտեղ դա վերջի ասածը չի կամ նախավերջի։ Ամեն օր իրանք այդ խնդիրը դնում են, որ ամեն օր իրանք խնդրեմ ունեն Ամերիկայի հետ։ Իսկ մենք ուզում ենք հասկանանք, Ամերիկան մեզ անվտանգության երաշխիքներ չի տվել, որ ասենք դե լավ հեչ էլ խնդրեմ ունենաս։ Ամերիկան որ եկավ Սյունիքում կանգնեց այդ դու ով ես որ մեր այդ հաշվի չնստես, բայց մենք գիտենք որ դա այդպես չի։ Մենք գիտենք որ Ամերիկա այդտենց պայմանավորվածություն չունենք։ Ցույց ենք տալիս որ իր հետ ենք, բայց իրականում դա այդպես չի։ Եվ այդ պարագայում նաև Իրանի հետ ամենայնիվ խնդիր ենք ունենում, որովհետև իրանք մտածում են որ Հայաստանը կարող է ճանապարհ բացի Ամերիկայի համար։ Դրա համար մենք պետք է շատ ավելի ինտենսիվ աշխատենք արևմուտքի հետ, որ ոչ թե բլեֆ անենք, որ ասենք մենք արևմուտքի հետ ենք, մենակ նրա համար որ ընտրողներին խաբենք, այլ իրականում մենք այդ ուղղությամբ քայլեր անենք, որովհետև այդ բլեֆի վտանգը մենք մեր վրա վերցրել ենք, բայց օգուտը չենք տեսնում։ Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահին անվանել է միջուկային չարաճճի։ Տրամպի կողմից միջուկային զենք փորձարկելու որոշումից հետո, դե որ Տրամպը ասեց միջուկային զենք ենք փորձարկելու, իհարկե խառնվեցին իրար նաև Ռուսաստանում, որովհետև ռուսները իրանց Արեշնիկով էին վախացնում, հետո հասկացան, որ չէ, կարող է չափը անցան, էլի, այսինքն վախացրեցին Տրամպին, եկել եկավ մի բան, որ չվախեցավ, բա որ չվախեցավ ինչ ես անելու։ Հույսը դներ որ անդադ կվախենա որ Պուտինը հզորա կարող է դնի ամերիկան մոլորակը պայթացնի։ Բա որ հանկարծ մի օր քնից արթնացավ ու չի վախենում։ Ինչ ես անելու։ Բայց այդ քաշային կատեգորիաները նայում եք։ Ասպա դե միջուկային զենքով ես վախացնում, դե հիմա տեսնենք։ Հիմա դրան արդեն Արաղչին անդրադառնում միջուկային չարաճճի։ Այս նույն չարաճճին վնասում է Իրանի խաղաղ միջուկային ծրագրին եւ սպառնում է նոր հարձակումներով երկրի օբյեկտների վրա, որոնք ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո են, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, գրել է Արաղչին։ Այսինքն հիմա ինքը նորից շարունակում է պնդել, որ Ամերիկան կարող է համաձայնության չգա եւ նոր հարվածներ հասցնել Իրանին։
Այսինքն դա նշանակում է, որ շատ պլաններ, որ մենք ունենք Իրանի հետ, կարող է ոչ մեր պատճառով, բայց այդ պլանները ձախողվեն։ Իսկ Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է, Իրանը մեզ համար ցամաքային սահման է, Իրանը Պակիստանի հետ սահմանակից լինելով, Պակիստանի հետ էլ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, ցամաքով հանգիստ կարող է գնա Չինաստանով Ռուսաստան, թե ինչ անելու չգիտենք, բայց արդյունքում մենք գիտենք, որ ցանկացած բայի դա կարա պրոբլեմ լինի։ Այնպես որ մենք Իրանի հետ կապված ինչքան էլ մեր իշխանությունները չհարադառնան, ասեն լավ, ոնց որ իրանք այս բային մոդա չեն, բարբերաբար հարադառնալու ենք, որովհետև վտանգը կուտակվում է, մեկ էլ մի օր պայթում է մեզանից անկախ, բայց մենք դրան պատրաստ չէինք։ Հիմա տեսնենք ինչ անում Ադրբեջանը, որը որ իբր թե մեզ խաղաղություն է խոստացել, Նիկոլ Փաշինյանն էլ մեզ ասում Ադրբեջանը խաղաղություն է խոստացել, դրա համար մենք այդ խաղաղության օրակարգով գնում ենք ընտրության, ով որ մեզ չի ընտրի, նշանակում է պատերազմ է ուզում։ Շատ հետաքրքիր ու շատ պրիմիտիվ բացատրություն, բայց հասկանանք նաև ինչն է, այսինքն ստացվում է, որ եթե որևէ մեկը մերժում է Փաշինյանին, պատերազմ է ուզում, մեզ մերժում են Փաշինյանին, բացատրում են, որ ինքը մեզ խաղաղության չի տանում, ինքը զբաղված է խաբեությամբ, դա նշանակում է, իսկ ով է, իսկ որևէ մեկը հայտարարել է, որ ինքը հենց ընտրվի պատերազմ ասցելու Ադրբեջանի հետ, ցանկացած հարց լուծվելու է դիվանագիտական ճանապարհով, ով է ասել, որ խաղաղությունը նույնացվում է Փաշինյանի հետ, այդ շանտաժը ում համար է, որովհետև մարդկանց մոտ հարց է ծագում, բայց դու որտեղից գիտես, որ եթե մենք ընտրվենք պատերազմ ալնելու, մենք պատերազմի կոչ չենք անում, Ալիևը քեզ է երաշխավոր, վադե ասա էլի այ մարդ, պարզ ասա հասկանանք, ասա ժողովուրդ ջան, ոնց էր բանը Քոչարյանն ասում, որ Պուտինից դաբրո ունի։ Մարդիկ ասում են, չէ, պարզ ասում են, չէին թաքցնում։ Դու էլ կանգնի ասա Ալիևից դաբրո ունեմ, եթե ես չեմ պատերազմա սկսվելու։ Որտե դու ո՞ս կարաս իմանաս, որ եթե դու չլնես ուրիշը ընտրվի, Ալիևը պատերազմա սկսելու։ Ալիևն է ասել։ Բայց ենք ասում, պարզ ասա մարդիկ հասկանան։ Որտեղ մարդիկ լսել են, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասել է, ես պատրաստ եմ զիջումների, բայց չգիտեմ զիջումների սահմանը։ Ալիևը էլ ինչ է ինձանից ուզելու, մինչև ուր զիջեմ, որ կանգ առնի։ Հիմա Ալիևն ասում է կանգ առե։ Մի հանգամից հարց է ծագում, բա ինչ զիջեցիր։ Արդեն գիտես, ինչ է ուզել քեզանից։ Կամ հիմա ինչ է ուզել, ինչի է լռել, ընտրություններից հետո ինչ է ուզելու։ Բա ասա մենք էլ իմանանք։ Դու Ալիևի ախորժակը չէիր կարողանում զսպես։ Ալիևի ախորժակը ո՞նց զսպեց։ Իմացար արդեն ինքը ինչ է ուզում։ Բայց ասողները բայտել ենք, չէ՞ մենք ձեզ հետ քննարկե։ Բա որ ասում ենք մարդը կանգնում ասում է ես պատրաստ եմ զիջումների, ուղղակի սահմանը չի երևում։ Ալիևը սահմանը չի ասում, մինչև ուր զիջեմ, եթե դա իմանամ կզիջեմ։ Հիմա ասում ես Ալիևը մեզ խաղաղություն է խոստացել, ինչի դիմաց։ Այլևս զիջումներ չի ուզում։ Թե արդեն ստացել է, ասա որ ստացել է, չի ուզում, պարզ ասա էս էր իր ուզածը, բա մենք իմանանք, այլապես հարց է ծագում, շարունակությունը երբ ենք ստանալու, որ դու 100%-ով գիտես, եթե դու չես ուրեմն պատերազմա սկսելու, ով է դա երաշխավորը, դրա համար շարունակեմ այդ թեման ու պատկերացնենք, Վատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Իսլամ Ալաշոքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լեո 14-ի հետ, Փաշազադեն Հռոմի պապին է փոխանցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևի ողջույնները, հայտարարել է Ադրբեջանում երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման մասին։ Հիմա տեսեք, Փաշազադեն նշել է, որ Հռոմի պապ Լեո 14-ի այցը Ադրբեջան մեծ պատիվ կլինի, եթե այցելի Ադրբեջան, Հռոմի պապը կկարողանա անձամբ տեսնել Ադրբեջանում միջկրոնական ներդաշնակության բարձր մակարդակը, պետություն կրոնական հարաբերությունները և բազմամշակութայնության մթնոլորտը։ Իհարկե Լեո 14-րդը խոստացել է իր գրաֆիկի մեջ նախատեսել Ադրբեջան գնալ, տեսնենք կգնա թե չէ, հարցը դա չի, բայց հարցը սա է, բա որ Փաշազադեն ասում է բազմակրոնության հետ կապված մենք ապահովում ենք կապը, բա արցախցիներն ինչ կրոն ունեին, բա մի հատ կաթոլիկ եկեղեցի է սարքե, բա մնացած հայկական եկեղեցիների վիճակը ինչ է, չես ուզում մեկին կանչես կան տեսնել, բա որ փոխում ես, ասում ես դա հայկական չի,
որ ավիրում ես, որ քանդում ես։ Թե այդ կրոնական հանդուրժողականությունը մենակ վերաբերում է կաթոլիկներին, որ ընդամենը երկրորդ եկեղեցին է ցուցադրաբար կառուցում քաղաքական նկատակներով դա օգտագործելու համար։ Մեր մոտ էլ ունենք կաթողիկը եկեղեցի, բայց չբաշարեցինք Հռոմի պապին, ասենք, արի այդ եկեղեցին, որպեսի տեսնես մենք ինչեր ենք արել եւ ինչպես ենք մենք բազմակրոնությունն ապահովում, որտեղ մենք զբաղված ենք Ադրբեջանի ժեստեր անելով։ Ադրբեջանը զբաղված է այն ուղությունները, որոնք որ կարող ենք մենք ավելի ակտիվ աշխատացնենք, այդ ուղություններով ինքն է աշխատում։ Հիմա պարզ հարց է ծագում, ով պետք է կողի ադրբեջանցի Ալաշուքյուր Փաշազադեի աշկը եւ նաեւ ցույց տա Հռոմի Պապ Լեո 14-ին, որ այդ մարդիկ հայկական եկեղեցիները ոտատակ են տվել։ Սրանք են կրոնական հանդուրժողականությունից խոսում։ Ես հիմա ձեզ հետ խոսում եմ, բայց իմ լծակն այդքան չի, չէ՞ որ այդ խոսքը գնա հասնի Վատիկան։ Կամ այդ լծակը այնքան չի, որ բոլորը իմանան, չէ՞։ Բա ով պետք է դա անի։ Բա պետական մակարդակով մերոնք պետք է դա անեն, չէ՞։ Բա պետական մակարդակով մերոնք ոնց կանեն, եթե մերոնց նպատակն է ասել խաղաղություն ենք բերել Ադրբեջանի հասցեին ոչ մի բան չխոսակ, ոչ մի բան չանեք, մի էլ հետևեք թե Ադրբեջանի օրակարգում ինչ են քննարկում մեր մասին։ Ինչ կարևոր է, մեր ինչին է պետք իրանք ինչ են խոսում, ոնց։ Եթե դու գնում ես խաղաղության, երկու կողմ կա խաղաղության համար, միանգամից հարց է ծագում, ժողովուրդներին նախապատրաստում ես խաղաղության, որ իրենց այդ հանգիստ համակեցության կանոններով ապրեն։ Բայց այդ դեպքում դու պատրաստում ես խաղաղության, Ադրբեջանը պատրաստում է պատերազմի։ Հրապարակային ասում են մենք կճանաչենք տարածքային ամբողջականությունը, խաղաղություն է տիրում, բայց իրականում իր հասարակությանը պատրաստում է պատերազմի։ Դա մեզ չի վերաբերվում, որ մենք դա իմանանք։ Մենք հարց է տալիս, չէ՞, մենք ամբողջ իշխանական թեմը միասնական պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Ոչ մեկը Ադրբեջանի մասին բացական չի խոսում, որովհետև գնում ենք խաղաղության։ Բայց չի ամեն անգամ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները բացասական են անդրադառնում Հայաստանի հասցեին։ Ամեն օր տարածքը պետք է վերցնենք, էս պետք է անենք, փախստականները պետք է բերենք, այդ մեր տարածքն է եւ այլ եւ այլ։ Բայց այդ ձևով է խաղաղության գնում։ Բա խաղաղության երաշխավորը ով է։ Հանկարծակի մի քանի անգամ մեր վրա հարձակված Ալիևը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է, որ քրիստոնեությունը գոյաբանական սպառնալիքի առաջ է կանգնած Նիգերիայում եւ որ հազարավոր քրիստոնյաներ սպանվում են։ Ռադիկալ իսլամիստներն են պատասխանատու այս զանգվածային կորստի համար։ Այսուհետ Նիգերիան հայտարարում եմ հատուկ մտահոգություն առաջացնող երկիր։ Մենք պատրաստ ենք, ցանկություն եւ կարողություն ունենք պաշտպանել մեր մեծ քրիստոնյա բնակչությանն ամբողջ աշխարհում, գրել է Տրամպը։ Շատ ուրախ ենք նիգերացի քրիստոնյաների համար, բայց Դոնալդ Տրամպի առաջի պաշտոնավարման ժամանակ չէր 44-օրյա պատերազմը։ Արցախում քրիստոնյաներ չէին։ Իսլամական ահաբեկիչները չէին Արցախի վրա հարձակվել։ Բա իգիլից եկած մարդիկ, Պակիստանից եկած, ովքեր էին, չէիք ֆիքսել, բա մենք հետ էլ ենք ուզում, չէ իմանանք։ Այո, ես համարում եմ, որ մենք բավարար քաղաքականություն չենք վարել Ամերիկայի հետ։ Նիկոլ Փաշինյանը իր առաջի տարիների ընթացքում, որը համընկել էր նաև Դոնալդ Տրամպի պաշտոնավարման առաջի պաշտոնավարման հետ, որևէ քայլ ընդհանրապես չէր կարող այդ ուղղությամբ անել, չէր անում եւ ընդհանրապես ինքը որ գծի վրա էր որ աներ։ Պուտինի ոտերն ընկած էր Տրամպի հետ հարաբերություն հաստատելու։ Իսկ դες թվում է թե աշխարհի տակ ինչ կատարում է Ամերիկայի հատուկ ծառայություններն իմանում են, նրանք չգիտեին թե Նիկոլ Փաշինյանը գետնից բարձր ինչքան էր կզե Պուտինի առաջ, սանտիմետրով չափած է ժողովուրդ ջան։ Չափած, ձայնագրած, արձանագրած, դարագում դրած։ Եվ Ռուսաստանում եւ Ամերիկայում։ Դա նրանք գիտեն թե ոնց վարվեն, ինչ անեն, ոնց անեն։ Բայց հարցը ցակում չէ, մենք այնուամենայնիվ ուզում ենք իմանալ քրիստոնյա բնակչության նկատմամբ այդ մտահոգությունը ինչ անենք, որ նիգերացի չենք, կներեք, որ նիգերացի չենք, ինչ անենք, լավ, որ պետականորեն քրիստոնեությունը ճանաչած առաջի պետության նկատմամբ էլ վերաբերմունք այլ լինի, ոչ միայն Արցախի, որը եղավ 44-օրյա պատերազմի, այլ նաև հիմա այսօր, որ մենք
ամեն ինչ փորձում ենք անենք, որ Ամերիկայի ուշադրությունը հրավիրենք։ Իհարկե իշխանությունները հաստատ այդպես չեն անում, առավել հատկապես այն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանն ասեց, դե մենք այդ ճանապարհը Սյունիքով առաջարկել էինք Մոսկվային, դե չհամաձայնվեցին, Տրամպի ադմինիստրացիան ցանկություն հայտնեց այդ բիզնեսի նկատմամբ, մենք էլ համաձայնվեցինք, այսինքն այդ նախաձեռնությունը եկել է զուտ բիզնես պրոյեկտ, բայց ուշադրություն դարձնենք, որ Տրամպը մտահոգված է քրիստոնյաների ճակատագրով ամբողջ աշխարհում։ Ու մենք լուրջ անելիք ունենք ասելու, եթե դա խոսք չի զուտ, այլ գործ է, խնդրեմ, մի հատ ուշադրություն դարձրեք Հայաստանի հետ կապված, մենք ինչի պետք է ամեն օր մտածենք պետականության կորստի մասին, որն է պատճառը, ինչու՞մ է այդ հարցը, հայ հասարակությունը ինչու պետք է դրա առաջ կանգնած լինի, մեր անցած ճանապարհը նայելով, արևմուտքի հետ մեր համագործակցությունը նայելով, հազարամյակների համագործակցությունը նայելով, մենք պետք է ամեն օր գոյաբանական կռվի առաջ կանգնած լինենք, հա, մեր պետությունը կմնա, թե չի մնա։ Դե սա էլ մեզ համար ճանապարհ է բացում լուրջ աշխատանք տանելու, ասեն, ստեղ էլ ոնց որ քրիստոնյա պետություն կա, էլի, եւ չկարողացաք պաշտպանեք, որ Ադրբեջանում ապրեն է, երբ որ մենք ասում ենք Արցախի հարցը փակված չի, իշխանությունն ասում է փակված է, Արցախի հարցը փակված չի, ուղղակի այդ փակված չլնելու համար պետք է նայել, արևմուտքը փակված չի համարում, ուրեմն մենք աշխատելու տեղ ունենք, Ռուսաստանը համարում է, Փաշինյանը համարում է, մենք չենք համարում, արևմուտքն էլ չի համարում, այսինքն այդտեղ տեղ կա, հնարավորություններ կա աշխատանք տանելու, որ եթե պետք է ինչ-որ ձևով Ադրբեջանին տեղը դնելու, իրանք ունենան բավարար չափով լծակներ դա անելու։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Չինաստանը չի շահի ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից, քանի որ այդ դեպքում Միացյալ Նահանգները իր ողջ ուշադրությունը կուղղի դեպի Պեկին։ Կալասի խոսքով հենց դա է իրեն փորձել փոխանցել Չինաստանի ժողովրդական հանրապետության արտգործնախարար Վան Ին վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Հա, շատ մի զարմանալի բան էր ասում Կայա Կալասը։ Կայա Կալասը ի վերջո եթե սա ասում է, պետք է հաշվի առնի, որ մենք այդ ամեն ինչը բասին պարբերաբար խոսում ենք, բայց մեր գործը վերլուծելն է, ձեր գործը կատարելն է։ Դուք լավ գիտեք, որ եթե Չինաստանը մտածում է Ռուսաստանին հաղթեն, իրան ասելու են հիմա իմացան նոր աշխարհակարգում քու տեղը որն է։ Դրա համար ինքը շահագրգռված չի, որ Ռուսաստանը պարտվի, բայց դրա մասին պարբերաբար խոսում ենք 2022 թվականին ուկրաինական պատերազմից մինչև այսօր, բայց դուք պետք է կոնկրետ քայլ անեք, որ Չինաստանը շահող դուրս գա այդ պատերազմի ժամանակ։ Դուք պետք է նրան գործընկեր ճանաչեք, ոչ թե ասեք սպասե Ռուսաստանի հարցը լուծենք, էսա դուս են գալի քու դեմ։ Սպասեք Ռուսաստանին մեզանով անենք, որ Չինաստանին մեկուսացնենք։ Վայ տեսանք չի ստացում Չինաստանին մեկուսացնել, չէ, սպասեք Չինաստանին մեզանով անենք։ Չէ, Ռուսաստանին պետք է մեկուսացնես։ Եթե դա չես անում, Չինաստանին քեզանով չես անելու։ Բա այդ մասին մենք ասենք, բա Կայա Կալասի պաշտոնը մենք չունենք։ Բա այդքանը որ հասկացել եք, բա այդքանը որ ձեզ հասկացրելն են չինացիները։ Էլ ոնց բացատրեն, որ ընկեր Չինաստանի հետ այնպիսի հարաբերություն կառուցեք, որ մենք ձեզ վստահենք։ Դրա համար Ռուսաստանին զոհաբերելու հետ կապված որևէ խնդրեմ չունենանք։ Սրա մասին է խոսքը։ Այնպես որ լավ է, որ իրանք հասկացել են, բայց լավ կլինի, որ նաև այդ վստահության մթնոլորտը ստեղծեն։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյուն ինչ ասել, մեկ ազգ երկու պետություն սկզբունքը վաղուց դուրս է եկել պարս կարգախոսի շրջանակներից եւ վերածվել է աշխարհաքաղաքական միասնության։ Զանգեզուրի միջանցքի բացմամբ կբացվի Թուրքիայի միջով անցնող արևելք-արևմուտք երթուղին։ Հաջորդ 10 տարիների ընթացքում մենք կտեսնենք այս գործընթացների առաջընթացը, ասել է թուրք դեսպանը։ Այսինքն թուրք դեսպանը նույն համառորեն շարունակում է ասել Զանգեզուրի միջանցք։ Ադրբեջանում հավաք են անում, միջազգային դեսպաններին հավաքում են արտասահմանյան երկրների, հատուկ ծրագիր են ներկայացնում Զանգեզուրի միջանցք եւ ներկայացնում աշխատանքների ընթացքը, նաեւ Հայաստանի հետ կապվածը համարում նույն տարածք։ Մենք տառակեր չենք, մենք չենք ընկնում բարերի հետևից։ Եթե դա անհանգստացնում է մեր իշխանությանը, բայց չեն կարողանում դեմն առնեն, մենք էլ ասում ենք, բա այդ նույն Ադրբեջանով էս մեզ խոստանում խաղաղություն։ Մի բառ չեք կարողանում Ադրբեջանին ասել, որ ինքը այդպես չասի։ Ստորագրած թղթից դուրս բառը ասում, դուք չեք կարողանում դա անցկացնեք նրան։ Ինչպես տեսնում եք, շարունակումը, ու այնպես չի որ մենակ Թուրքիան ասում, Ադրբեջանն էլ ասեցի, չէ՞ որ հավաքվել են ու այդ հարցն էին քննարկում։
Հիմա նայենք Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը մեկնաբանել է Ալիևի Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու հանգամանքը։ Նախ դեռևս չի ստացվել Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրավերը մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Երևանում։ Երկրորդ, ներկայիս հանգամանքներում չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի, ասել է Հաջիևը։ Երեք իրանք դակցեցին իշխանական լրատվամիջոցի կողմից, որպեսզի այսօր իրանք այս նույն բանին անդրադառնան, արդեն պաշտոնապես, որ հարմար չեն գտնում բարձր մակարդակով հանդիպել, որովհետև դուք պարտավորություններ ունեք, չեք հասցնի մինչև ամառ կատարել, մինչև գարուն կատարել։ Եվ նաև ինչ ասում, դեռ նամակը գրավոր չեք դիմել, Հայաստանից ասեցին, չէ, բանավոր ենք առաջարկել, դեռ նամակը գրավոր չեք ուղարկել, բայց մենք համարում ենք, որ չենք ընդունի։ Այսինքն հիմա ինչ է ստացվում, եթե Հայաստանը լսում է, որ չեք ընդունելու, բայց նամակն ուղարկում է, դառնում է դիվանագիտական անինքնասեր։ Դու գիտես, որ չի գալու, բայց նամակ ես ուղարկում։ Իսկ եթե Հայաստանը լսում է այս արտահայտությունը եւ ասում է, որ դե որ չեք գալու էլ ինչի նամակ ուղարկեմ, դառնում է միանգամից անլուրջ։ Ասում են գեր, դու գրավոր առաջարկի, մենք կորոշենք կգանք թե չէ, որ գրավոր չես առաջարկել, մենք ինչ պիտի պատասխանենք։ Այսինքն ի սկզբանե դու արել ես քայլ, որի դեպքում ինչ քայլ տեղի ունենա, դու պարտված ես դուրս գալիս։ Դու բանավոր ասել ես հրավիրել եմ, նրանք ասում են գրավոր չենք ստացել, դրա համար բան չենք, բայց չենք գալու։ Կատեգորիկ չի ասում չեն գալու, նախ հրավերը չենք ստացել, բայց չենք գալու։ Դե հիմա եթե դու նամակը չես ուղարկում, դու սա գալու դու չես հրավիրել, եթե նամակը ուղարկում ես, ասում են էսա քո քաշը։ Մի հատ սխալը շարունակություն է, որ երեք ասում ենք այսօրն ենք ընկել, որ հիմա սպասում ենք, որ Ադրբեջանը պետք է գա, այն էլ Ադրբեջանն էլ մերժում է։ Իսկ այդ ընթացքում այն Ադրբեջանը, որ մենք ասում ենք, որ եկեք միասնական ժողովուրդների խաղաղության պատրաստենք, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նիստում падգամավոր Ջահիդ Օրուջը հանդես է եկել եկել հայտարարությամբ։ Ադրբեջանը ոչ միայն հաղթեց պատերազմում, անկախության պատերազմում լիակատար եւ վճռական հաղթանակով, այլև կարողացավ այն ավարտին հասցնել։ Օրուջը փորձել է ընդգծել իր Իլհամ Ալիևի դերը որպես հաղթանակած առաջնորդ, պնդելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հիացմունք է ցուցաբերել Ալիևի նկատմամբ։ Իդեպ Դոնալդ Տրամպն ասում է, ես ուժեղների գործընկերն եմ, ուժեղների ընկերն եմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գնացել էր պարտվողի դերում եւ գնացել էր որպեսի ցույց տար, թե հաղթողը ով է։ Ժողովուրդ ջան, մոռացաք։ Ասելա Տրամպը, չէ՞ որ ինքը թույլերին չի սիրում։ Հաստատ այնտեղ Նիկոլ Փաշինյանը չէր գնացել ուժեղ ձևով ցույց տար, թե ինքը ինչքան հզոր է եւ ինչպես իր հաղթանակը դա իր պարտությունն է։ Դրա վրա ոչ մեկը չի խաբվում։ Հիմա դուք տեսնում եք։ Անդրադառնալով Հայաստանի թեմային, Օրուջը հայտարարել է, որ հայերը սպասում են Բաքվի որոշմանը ներկայացնելու իրական Հայաստանը, այլ ոչ թե մեծ Կովկասյան կամ ծովիծով Հայաստանը։ Այսինքն Ադրբեջանն է որոշելու, մենք իրական Հայաստանն ենք, ծովիծով ենք, թե ինչ ենք։ Այսինքն այդ որ Նիկոլ Փաշինյանն ասում է իրական Հայաստանը մեր օրակարգն է, ժողովուրդ ջան, Ադրբեջանից ասում են դա Ալիևի օրակարգն է։ Ինքը պետք է որոշի դու ով ես։ Չմոռանանք, կարող ասեք Ալիևն ով է որ որոշի։ Փաշինյանը չասեց Ադրբեջանը պետք է մեզ կադաստրի թուղթ տա։ Եթե Ադրբեջանի հետ կապված Փաշինյանը տենց բան ասի, ընդեղից նույն բանը չեն ասելու։ Հետո որ հանկարծ ասենք, այդ ինչ չէ ձեզանից ներկայացնում, որ պետք է դուք որոշեք, ասի ոնց։ Ձեր վարչապետին չեք լսել, որ ասում էր մենք պետք է կադաստրի թուղթը տանք։ Հիմա մարդը պարզ կանգնում է, ասում է, որ բանը Բաքվի որոշման որոշվելու, թե իրական Հայաստանն է տեղի ունենալու, թե մնացած այլ տարբերակները։ Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից, դա կլինի ամենամեծ վերադարձը։ Այսինքն ինքը համարում որ ավանդական ռուսական տիրույթը վերջապես ինքը վերադարձրել է, այսինքն Կովկասի տերութիրականը Ադրբեջանն է։ Սա եք ուզում լսեք ժողովուրդ ջան։ Այս ստորացուցիչ բաներն եք, մերոնք ինչ են ասում, ասում են դու մի լսեի թե իրանք ինչ են ասում։
որ չլսեք ոչ մի բան, լուրջ, այսինքն եթե մենք չենք լսում, բայց տեսնում ենք, որ այդ մարդիկ ինչպիսի վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ, իսկ իրանք ինչի են Հայաստանի նկատմամբ այդ վերաբերմունքը, որովհետև ասում են, եթե քաշ ունենայիք, Փաշինյանին կտապալեիք, եթե Փաշինյանն է ձեր ղեկավարը, այս թույլիկը, որ եկել մեր ոտերն անգել, նրանք Հայաստանի մասին են կարծիք հայտնում։ Ու դա մեր մեղքն է, չէ՞, որ առաջիկա ընտրությունների եթե թողենք այս մարդը, որը աշխարհին ասել է իմ ուժը իմ թուլությունն է, բայց դա մենք գիտենք, որ Շեքսպիրի հայտնի ստեղծագործության մեջ ասում էր կանայք ուժեղ են իրանց թուլությամբ։ Այս մարդը միշտ փորձում է ցույց տա, որ ինքը կանացի ուժեղություն ունի։ Հասկանում ենք, որ իր թուլությունը դա իր ուժն է։ Մենք դա հասկանում ենք, ժողովուրդ ջան, բայց հասկանում եք մեր երկրի վիճակը ինչ է, որ մեզ այս ձևով են ճանաչում։ Դրա համար մենք այս հարցի հետ կապված պետք է իմանանք, որ առաջիկայում այս օրակարգը, որ մեզ ցույց են տալու, որ մենք տանում ենք խաղաղության, մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, ով մեզ դեմ է խաղաղությանն է դեմ, դա պետք է կտրականապես մերժվի եւ պետք է ցույց տալ, որ այո, իրական քայլերով պետք է գնանք դեպի եվրոպական համակարգ, որի պարագայում լուծենք նաև անվտանգության հարցը եւ Նիկոլ Փաշինյանի խոսքը այդ շանտաժը, որ սահմանադրությունը եթե դուք չեք ցանկանում փոխել, ուրեմն դուք դեմ եք խաղաղությանը, որտեղ մենք գալիս ենք, բերում ենք 4-րդ հանրապետություն եւ այլ, այդ բոլոր պատմությունները պարբերաբար լսել ենք եւ նաև դրանք դրվելու է առաջիկա ընտրության որպես օրակարգ, որի պարագայում մեզանից է կախված, թե ինչպիսի վերաբերմունք մենք կցուցաբերենք։ Կվախենանք, կասենք, վայ հանկարծ եթե Փաշինյանին դեմ լնենք, ուրեմն մենք պատերազմ ենք ուզում, այդքան միամիտ կլնենք, թե կասենք դու ես, ամենածանր հարվածը մեզ հասցրել ես դու։ Առաջը Արցախյան պատերազմը մենք հաղթել ենք։ 4-օրյա պատերազմում որոշակի կորուստներ ենք ունեցել, բայց գլոբալ պարտություն չենք ունեցել։ Բայց 44-օրյա պատերազմը քո օրոք մենք պարտվել ենք։ Դու ես եկել մեզ հիմա բացատրում, որ դու խաղաղություն ես ուզում, կամ դու կարաս խաղաղություն բերես։ Քո բերածը մենք տեսել ենք, չէ՞։ Ինչով է պայմանավորված Ադրբեջանի քմահաճույքով։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։